Սիրելի լճաշենցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ եւ ուզում եմ ձեզ հետ կիսվել այն process-ների մասին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում եւ պիտի շարունակվեն։ Մենք այսօր գտնվում ենք մի ընթացքի մեջ, որը մենք անվանում ենք նոր որակի պետության ձևավորում եւ պետության վերելք։ Ինչի մասին է խոսքը։ Տեսեք, երեք շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Սևան խոշորացված համայնքում։ Գագարին բնակավայրում բացվեց արհեստական բանականության առաջին գործարանը, որը շրջադարձային իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար։ Այս ամիս նաև Հրազդանում կբացվի երկրորդ արհեստական բանականության գործարանը։ Այդ գործարանը ոչ միայն ինքը իրենով է կարևոր, այլև ինքը իր հետևից բերելու եւ բացելու է նոր աշխատատեղեր, բարձր որակավորման մասնագետների եւ իր հետ բերելու է ներդրումային եւ ֆինանսական մեծ հոսքեր։ Այս է պատճառը, որ մենք Հայաստանում կրթությունը հայտարարել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Հայաստանի տնտեսությունը վերափոխում է ապրում եւ բարձր որակավորման մասնագետների պահանջարկը գնալով մեծանալու է։ Այս է պատճառը, որ մենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը համարում ենք առաջնահերթություն եւ այսօր մեր երեխաներին այդ ուղերձն ենք տալիս։ Լավ սովորեք երեխեք, որ լավ ապրեք, որովհետեւ լավ սովորել նշանակում է ունենալ լավ որակավորում ունեցող մասնագետը այսօր Հայաստանում նույնպես կապված նաեւ տեխնոլոգիական process-ների հետ պետք է լավ կյանք ունենա եւ մենք երբեք չպետք է մոռանանք։ Ընդհանրապես հասկանում եք ինչ է տեղի ունեցել։ Մենք 91 թվականին ստեղծելով պետության մեջ լավ կյանքով ապրելը մեր պետության մեջ երբեք խնդիր ձևակերպված չի եղել։ Այսինքն մեր խնդիրը չի եղել, որ մենք պետքա ժողովուրդը Հայաստանի քաղաքացին պետքա լավ ապրի։ Խնդիրները ուրիշ են եղել։ Մենք գնացել ենք պատմական արդարությունների հետևից, մենք գնացել ենք պատմական թնջուկների հետևից եւ խճճվել ենք այդ ամեն ինչի մեջ։ Եվ ելի եմ ասում, Հայաստանում ամեն երեխա երբ որ ծնվում էր, ամեն երեխայի ուսերին ծնված պահին պատմական չլուծված թնջուկների մի հատ անտանելի բեռ էր դրվում։ Եվ ես այսօր ուրախությամբ եւ հպարտությամբ եմ ասում, որ այդ փուլը հաղթահարված է։ Այդ փուլը հաղթահարված է եւ հայրենիք փնտրելու կարիք չկա։ Մենք գտել ենք մեր հայրենիքը, որը է Հայաստանի Հանրապետությունը, որը է մեր երազանքների հայրենիքը, որը է մեր ավետաձերքիրը։ Ինչի համար է հայրենիքը, ինչի համար է եւ որն է հայրենիքը, հայրենիքը պետությունն է։ Պետությունը հաց ստեղծելու գործիք է, հաց ստեղծելու, որտեղ մարդը ապրի, որտեղ մարդը իր աշխատանքով իր ընտանիքը պահելու, բարեկեցիկ լինելու, ճամփորդելու հնարավորություն ունենա։ Մենք գնում ենք այս ճանապարհով։ Եվ Հայաստանում դարակազմիկ փոփոխություններ են տեղի ունենում։ Մի քանի օր առաջ նախաստորագրվեց, առաջիկայում կստորագրվի TRIP նախագծի իրագործման ծրագիրը։ Սա նշանակում է, եւ եթե ուշադրություն դարձրել եք նախագահ Տրամփի գրառմանը, այնտեղ ինքը ընդգծել էր, որ TRIP նախագիծը տեսնում է որպես արևելքի եւ արևմուտքի միջև էներգետիկ ռեսուրսների տարանցման ուղի։ Սա նշանակում է Հայաստանի անվտանգության եւ ազդեցության էական աճ։ Բայց նաեւ շատ կարեւոր է ժողովուրդ ջան, մեզ 2020 թվականից անընդհատ մեղադրում էին, թե մենք միջանցք ենք տալու, միջանցք ենք խոստացել, ենք անելու։ Իրականում ոչ թե մեղադրում էին, իրականում իրանք այդ թեմաները պահում էին օրակարգում։ Դա մեր վրա ճնշման գործիք էր։ Ասում են միջանցք տվեք, թե չէ պատերազմը սկսելու, միջանցք տվեք, թե չէ սալնելու, միջանցք տվեք, թե չէ նալնելու։ Եվ այդ բոլոր ռիսկերը իհարկե կար, բայց մենք կենտրոնացանք մեր պետության անկախության եւ տարածքային ամբողջականության վրա։ Եվ ես այսօր ուրախ եմ արձանագրել, որ ստորագրված թուղթը, որը հրապարակված է, ձեզնից յուրաքանչյուրը կարող է մտնել եւ ինտերնետում կարդալ։ Այդ միջանցքային թեմաները փակված են։ Ընդ որում այդ միջանցքային թեմաները, որ անընդհատ պտտվում էր դեռևս 91 թվին, ավակ սերնդի ներկայացուցիչները կհիշեն, անընդհատ ինչ որ Սյունիքի հարց, ինչ որ Մեղրի հարց եւ այլն եւ այդպես շարունակ։ Այդ բոլոր թեմաները փակված են։ Եվ հիմա մեզ պետք է հաջորդ փուլում
Սահմանազատման միջոցով մենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ֆիքսում ենք եւ Հայաստանի Հանրապետությունը փակում է այդ պատմական չլուծված թնջուկների էջը։ Մենք գնում ենք առաջ այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիների համար հաց ստեղծելու, կյանքը վայելելու, ապրելու, արարելու, ստեղծագործելու եւ երջանիկ լինելու գործիք եւ միջոց է։ Մենք այս տրամաբանությամբ ենք գնում առաջ եւ այսօր մեզ ոչ մի բան չի խանգարում, ժողովուրդ ջան։ Այսօր ոչ մի բան մեզ չի խանգարում եւ պիտի արձանագրենք նաեւ, որ սահմանազատման արդյունքում ինչ է ֆիքսվելու։ Ֆիքսվելու է, որ այն ինչ որ խորհրդային Հայաստանում ա եղել, խորհրդային Հայաստանի ճշգրիտ սահմանը արձանագրվելու է որպես Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածք եւ սահման։ Եվ մեզ մնում է աշխատել եւ զարգացնել մեր երկիրը։ Մենք նաեւ հյուսային ուղին ենք բացելու, այսինքն վերադառնալով Թրիփ նախագծին եւ նախագահ Տրամփի գրառման հետ նշանակում է, որ Հայաստանով գազամուղ անցնելու, նավթամուղ անցնելու, էլեկտրահաղորդման գծերը 100%-ով վստահ եմ, երկաթուղին 100%-ով հարավային վստահ եմ, բայց հիմա նաեւ հյուսիսային երկաթուղու թեման է բացվում, որովհետեւ պարզվում է արևելքի եւ արևմուտքի միջեւ անցնող ամենակարճ ճանապարհը անցնում է Տավուշի մարզով, Լոռու մարզով եւ Շիրակի մարզով։ Եվ մենք հիմա մտածում ենք եւ արդեն կոնկրետ առաջարկներ կան, որ Տավուշի մարզով, Լոռու մարզով եւ Շիրակի մարզով մենք բեռնատարների համար վճարովի դարձնենք միջազգային բեռնատարների համար ճանապարհները եւ նաեւ հյուսիսային երկաթուղին վերականգնելու մասին պետք է մտածենք, այդ թվում Լերմոնտովի հատվածում Իջևան Հրազդան ճյուղը միացնելով Վանաձոր Գյումրի ճյուղին, որը նշանակում է մենք Հայաստանի հյուսիսով եւ հարավով անցնող երկաթուղի կունենանք։ Ես գիտեմ, ժողովուրդ ջան, որ շատ մտահոգություններ կան կապված ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր process-ների հետ։ Ես նախ ուզում եմ ասել, որ կառավարությունով մենք արդեն որոշում ենք կայացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ որ անարդար արտահանումների խոչընդոտներ եղած կլինեն, մասնավորապես ամենատարբեր բաներով, ինչ եմ ասում անարդար, որովհետև ապրանքներ լինում են երբեմն, որոնք որակի ստանդարտին չեն համապատասխանում։ Ես էլ 2018 թվին ես էլի այդ ասում եմ ժողովուրդ, մենք չենք կարա անորակ ապրանք արտահանենք մեր ինքնիշխանության եւ մեր պետական շահերի հաշվին։ Այսինքն սա առանձին թեմա է, մենք այդ գործարարներին աջակցելու ենք, որպեսզի իրանց ապրանքները բերեն որակի նոր ստանդարտի։ Մյուսների դեպքում, երբ որ կա անարդարություն, մենք այդ բոլոր դեպքերում աջակցության ծրագրեր կանենք, որպեսզի այն ինչ որ պիտի արտահանվեր եւ չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի տուժողներ մեր տնտեսության մեջ չլինեն։ Ավելին ասեմ, հիմա մենք ասում չկա չարիք առանց բարիքի։ Շատ արագ նոր արտահանման շուկաների մասին է խոսքը եւ հենց այսօր արդեն մեր մի քանի բիզնես պատվիրակություններ մեկնել են եւ շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար եւ առաջիկայում արդեն մենք կոնկրետ առաջարկներ ունենք Վարդերի գնման հետ կապված, Միրգ Բանջարեղենի գնման հետ կապված եւ ես այդտեղ մի հատ վատ լուր կա, որը այս իրավիճակում դառնում է լավ լուր։ Վատ լուրն է նա, որ մեր արտադրանքի ծավալները ընդհանուր առմամբ դեն շատ մեծ չեն, շատ մեծ չեն։ Մի հատ ասենք ենթադրենք մի հատ նորմալ եվրոպական սուպերմարկետների ցանցը մեր արտադրանքը տենց միանգամից բան կանի։ Լավ լուրն է նա, որ այսինքն մենք այդտեղ մեծ խնդիրներ չենք ունենա, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ ես Եվրասիական տնտեսական միության միակ պաշտոնյան եմ, որ համ միջկառավարական խորհրդի անդամ է, համ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է, ընտրություններից հետո կվերադառնանք եւ այդ բոլոր հարցերը, որոնք կան կլուծենք, բայց անկախ ամեն ինչից մենք մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության միջոցով մեկ ամեն շուկաները դիվերսիֆիկացնելու ենք։ Այսինքն մենք այդ շուտ ենք սկսել, այսինքն ինչ եմ ասում, բիբար ենք արտադրում, 100 տոննա բիբար ենք արտադրում։ Մենք 100 տոննայից 90 տոննան չպետք է մի ուղղությամբ արտահանենք։ Մենք պետք է 25-ը մի ուղղությամբ արտահանենք, 25-ը մի, 25-ը մի, 25-ը մի։ Հաջորդ փուլում պետք է դարձնենք 20 տոննա, որ 4-ի փոխարեն ունենանք 5 ուղղություն։ Հետո
5-ի փոխարեն 6 ուղղություն, հետո 6-ի փոխարեն 7 ուղղություն։ Եվ էսա այն բանաձևը, որ ես ասում եմ, անկախությունը, քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, որովհետև եթե 90%-ը մի ուղղությամբ ենք տանում, հիմա ասենք ենթադրենք, այս ընթացքում տասնյակ անգամներ խնդիրներ եղել են։ Այդ խնդիրների մասին չի բարձրաձայնվել, այդ խնդիրները լուծել են։ Բայց եթե 90%-ով մի տեղից ես կախված, մի օր կարող արտանան տրամադրությունները լավ չլինի։ Վերջ ավարտվեց ամեն ինչ։ Եվ մենք այստեղ շատ կարևոր է, այսօր մենք ռազմավարական մի ընտրության փուլում ենք։ Մենք լուծում ենք մեր պետության հարատևության եւ նոր որակի պետություն ունենալու հարցը։ Եվ ելի եմ ասում, բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը, վարդա կտամ, էնա, բայց այս ամեն ինչի արդյունքում Հայաստանի բիբարի արտադրությունն էլ աճելու, արտահանումն էլ աճելու, էլ չեմ ասում ժողովուրդ ջան, այս տարի նախորդ տարվա նկատմամբ 30%-ով ավել, 34%-ով ավել զբոսաշրջիկ ունենք։ Այսինքն այս տարի արդեն 100, մոտավորապես 60,000 մարդ զբոսաշրջիկ նախորդ տարվանից ավել եկել։ Այդ մարդիկ բիբարել են առնում, վարդել են առնում, կոնյակել, հացել են ուտում, ջուրել են խմում եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ես ինչքան հասկանում եմ զբոսաշրջության աճի տեմպը մեծանում է, այդ թվում ինչի պատճառով, որ մենք սուբսիդավորում ենք մի շարք ավիաընկերությունների նոր ուղղությունները սուբսիդավորում ենք, որ շատ մարդ բերի։ Այդ թվում այդ նկատառումով, որովհետև 2022 թվականին էլ օրինակ Ծիրանի արտահանման հետ կապված խնդրեմ ունեցանք, բայց խնդրեմ չունեցանք։ Ինչի՞, որովհետև այն մարդիկ, որ ուրիշ երկրներում պետք է այդ բան անեին, ուրիշ երկրների սուպերմարկետներում առնեին ուտեին, 50,000, 60,000 մարդու հոսք եղավ Հայաստան, եկան Հայաստանում առան։ Էլ չեմ ասում, որ մարդիկ շատ են բողոքում գների աճից։ Հիմա այս իրավիճակը հույս ունեմ մի քիչ կօգնի, որ Միրգ Բանջարեղենի եւ այլնի գները մի քիչ Հայաստանի Հանրապետությունում ընկնեն, բայց ընենց որ արտահանողները իհարկե չտուժեն եւ մենք իրանց անպայման կաջակցենք։ Բայց նաեւ այս պատմությունները ամեն ինչը հետևյալի մասին է ժողովուրդ ջան, եւ ամենակարևոր թեման, որը ես ձեզ հետ ուզում եմ կիսեմ, հետևյալն է։ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ առաջիկա ընտրությունների հիմնական հարցը էտա։ Եվ այն ինչ որ տեղի է ունենում, ասենք օրինակ ենթադրենք մի ավտոմեքենա բիբար հետ եկավ։ Ինչի համար է, որ մարդ ասի, վայ ես բիբարի հետ կապված խնդրեմ կա, ուրեմն արի ես խաղաղությանը տեր չկանգնեմ։ Ես տեր կանգնեմ բիբարին, խաղաղությանը տեր չկանգնեմ։ Հա? Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնենք։ Էսա պատճառը, որ մենք բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք։ Դե շակմա կյանքը լավանում է մեզ տեմպերով, չէ։ Բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք 2026 թվականի հունիսի 7-ին, իմիջայլոց ասեմ, հետևյալն էլ ասեմ, 2025 թիվը առաջին օրացուցային տարին է, որ Հայաստանը արտագաղթը կանգնել է, ներգաղթ սկսել։ Այդ թվում գիտեք ինչի պատճառով, խաղաղությունը այո։ Հիմա այսօր օրինակ մարզպետի հետ քննարկում ենք սուբվենցիոն ծրագրերը, համայնքի մասով նախորդ 8 տարիներին մենք 20 միլիարդ դրամ, մոտավորապես 20 քանի միլիարդ դրամի համայնքի ֆինանսավորում մենակ, ընդհանուր 40 քանիսա, համայնքի մասով 20 համայնքների մասով 20 քանի միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացրել։ Այս տարի արդեն Գեղարքունիքի մարզի համայնքները իրանք 2026-ի համար 20 միլիարդ դրամի ծրագիր են, 20-ից ավել, չէ։ Այսինքն 25 միլիարդ, որից 20-ը կհաստատվի։ Այս ինչ է նշանակում ժողովուրդ ջան։ Այս նշանակում է նոր աշխատատեղեր, որովհետև մենք 300 դպրոց 500 մանկապարտեզը կառուցեցինք, հիմա հաջորդ 300 դպրոց 500 մանկապարտեզն ենք կառուցելու, 100 խաղահրապարակ կոմբինացված կառուցելու ենք,
100 սպորտ դպրոց, երաժշտական դպրոց, արվեստի դպրոց կառուցելու ենք։ Մենք ճանապարհաշինության տեմպերը նույն ձևի շարունակելու ենք։ Այսինքն պլյուս այս ամեն ինչին սուբվենցիոն ծրագրեր, ել չեմ ասում շինարարության ոլորտը։ Մենք այսօր ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում արդեն խորհրդային միության ծավալներով բնակարանաշինություն է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում։ Բան Վարդանյանը ստեղ էր, Եղիազար Վարդանյանը ստեղ էր։ Երեք այդ թվերն նայեցինք, արդեն խորհրդային միության ծավալներով մենք բնակարանաշինություն ենք իրականացում։ Էլ չեմ ասում, մենք այսօր Հայաստանում այնպիսի դպրոցներ ենք կառուցում, որոնց որակի դպրոցներ խորհրդային միության երբեք գոյություն չի ունեցել։ Եվ այս ամեն ինչը եւ խաղաղության արդյունք է, եւ խաղաղությունը պահպանելու միջոց է։ Եվ այս է պատճառը, որ մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է էլի ամեն անգամ արձանագրել թե ինչ են քվեարկում 16-ին, որտեվ Ժորժ ջան, սա պաշտոնի եւ աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, սա պայքար է հանուն անկախության եւ բարեկեցության եւ հանուն խաղաղության։ Եվ 16-ին քվեարկելը պիտի նշանակի, որ խաղաղությանը տեր ենք, պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք եւ ապագային տեր ենք։ Եվ այստեղ շատ կարևոր է ով է տեր, ով պետքա տեր կանգնի։ Ասում ենք ժողովուրդը այո, բայց ժողովուրդը պետքա չմոռանանք, որ մարդկանցից է, մեկ մարդկանցից է կազմված ժողովուրդը։ Այս է պատճառը, որ ես շատ կարևոր եմ համարում, որ մեզնից յուրաքանչյուրը առերեսվի ակնհայտ մի փաստի հետ, որ պետության ապագան, խաղաղության ապագան, անկախության ապագան կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը դու ես։ Ելով այդ մեկ մարդը թող ձեռը բարձրացնի։ Ով այդ մեկ մարդը։ Եվ ահա այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Լճաշենին, Սևանին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։